Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մենք այսօր շարունակում ենք Թարմզային հաղորդաշարը, մեր այսօրվա հյուրն է Կարլեն Թադևոսյանը, հանրային առողջապահության մասնագետ, նաև ԱԺԲ անդամ։ Ողջույն Կարլեն ջան։ Ողջույն հարգելի Մուշեղ, ողջույն սիրելի դիտողներ, հարգելի աջակիցներ, ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ Մուշեղի հետ քննարկելու եւ պատասխանելու գուցե մեր այն հարցերին, որոնք կուտակվել են արդեն հետընտրական շրջանում։ Շնորհակալ եմ Կարլեն ջան։ Կարլեն, հերո չգնանք, սկսենք մեր այսօրվա հաղորդումը քո նեղ մասնագիտական հարցերից։ Օրինակ, ընտրություններից անցել է 1 ամսից ավել եւ հաճախ եմ Facebook-ում հանդիպում գրառումներ, որ առողջապահության համակարգում աճում են բողոքները բժշկական համակարգի աշխատողներից, որ այդ ապահովագրության համակարգը բավականին թերի է։ Ուզում եմ լսել հենց նեղ մասնագիտական կարծիքը այս խնդրի շուրջ։ Իրոք, ինչպես մենք ընտրությունից առաջ զրուցում ենք եւ ասում ենք, որ դա նախընտրական կաշառքի մի ձև է, կարծիքդ փոխվել է թե ոչ։ Ուրեմն, այսպես եկեք խոսենք, որ եւ օբյեկտիվ լինենք եւ բարձ լինի քաղաքացիներին։ Ի սկզբանե համակարգը հունվարի 1-ից է աշխատում 26 թվականի, բարձ էր, որ 26 թվականին ներդրվեց նախընտրական որոշ քարոզչական եւ իհարկե տպավորություն ստեղծելու, հարցեր լուծելու համար նաև, այլապես 24 թվականից սկսած էր նախատեսված, որ պետք է գործի։ Ուրեմն վերջի 8 տարիներին լինելով հանրային առողջապահության կառավարման աշխատակից, առաջատար փորձագետ, հետո գլխավոր փորձագետ առողջապահության նախարարության քաղծառայողի հաստիքներում զբաղեցրել եմ այդ պաշտոնները եւ 3.5 տարի է արդեն կլինիկական դաշտում, այսինքն բուժ հաստատությունում եմ զբաղվում այդ գործի կառավարումով, լինելով ի սկզբանե սիրտանոթային մասնագետ, ասեմ, որ դժգոհությունները երկու շահառու կողմ ունեն, այսպես կարելի ասել, մեկը ազգաբնակչությունն է, որը ապահովագրված է, եւ մասնագետները նեղ, որոնք այս համակարգով աշխատում են, այսինքն բժիշկների շրջանակից նույնպես դժգոհությունները ի սկզբանե եղել են եւ շարունակվելու են եւ գուցե ավելի շատ։ Ինչու՞, քանի որ այս առողջապահության համընդհանուր ապահովագրություն կոչվածը ինքը իհարկե ունի դրական կողմեր, բայց ուներ նաև շատ սահմանափակումներ եւ կողմեր, որոնք բերելու են դժգոհությունների, ինչի մասին հայտնի պատճառներով, այո, մինչև ընտրություններ չէր խոսվում եւ հակառակը ամեն բաց, չգիտեմ, պատուհանից կամ տեղեկատվական խողովակից թմկահարվում էր, որ ամեն ինչ անվճար է արդեն, ամեն ինչ անվճար է եւ մարդիկ, որոնք որ դիմում են բժշկական կենտրոններ, արդեն տարին կիսվել է եւ տեսնում են այդ սահմանափակումները ավելի շատ, նեղ մասնագետների այցելությունների հետ կապված, իրենց մատուցվող ծառայությունների քանակի հետ կապված, այնտեղ կան միջամտություններ տարբեր բժշկական ճյուղերի առումներով, որոնք նույնպես ունեն սահմանափակումներ, սրտաբանական ուղղվածության եւ այլն եւ այլն։ Եվ մարդիկ արդեն այդ սահմանափակումների ու մերժումների հետ են արճակատվում, այսպես ասենք, եւ իհարկե կլինեն դժգոհություն։ Օրինակի վրա բացատրեմ, եթե քրոնիկ հիվանդությամբ տառապող բուժառու է, ինքը կարիք է զգում ամսեկան 1 կամ 2 անգամ կամ գոնե ամեն ամիս այցելի նեղ մասնագետի, տարեկան ինքը ունի 2 անգամ հնարավորություն։ Եվ արդեն մյուս այցերը խորհրդատվության համար ինքը պետք է վճարի, եւ արդեն խորհրդատվությունից հետո անցնելու է գործիքային հետազոտություններ, որոնց համար ինքը վճարումներ է կատարելու։ Տարեկան իրեն 2 անգամից ավել, եթե կարիք ունի, Այսինքն, եթե փոխհարաբերական ասենք, մինչև ընտրությունները ժողովուրդը այդ խայծը կերել է։ Մինչև ընտրությունները, քանի որ շատ մարդիկ 2 անգամից ավել, ասենք թե չէին 5 ամսվա ընթացքում այցել է դեռ, 2-3 ամիսը մեկ են հիմնականում շատ ուղղություններ բժշկական, չէ, դինամիկ հսկողության վերցնում իրենց պացիենտներին, դեռ այդքան մեծ ծավալ չէր,
սահմանափակումները վերաբերում, հիմա արդեն անցել է այդ իրենց անվճար օգտվելու քանակական հնարավորությունը եւ դեմ են արել արդեն որ պետք է վճարովի անցնեն հաջորդ այցը սրտաբանի մոտ են, չգիտեմ, թոքաբանի մոտ են, ուրոլոգի մոտ են եւ այլն եւ այլն։ Ճիշտ եմ հասկանում, որ հիվանդների հիմնական բողոքը էլի ուղղվում է ոչ թե իշխանություն դեպի իշխանությունները, այլ հենց բժիշկներին։ Այո, քանի որ թիրախավորված են եւ իհարկե քաղաքական դիվիդենդները պահպանելու Այսինքն Նիկոլը մեզի խոսք կտավ է, դուք մեզի պարտավոր եք, դուք չեք անում, դուք եք մեղավոր։ Հեքիաթն է աշխատելու, որ բարի ցար եւ չար բժիշկներ էլի, չար բոյարներ, չէ, հեքիաթում հիմա բարի կառավարություն եւ չար բժիշկներ, որոնք չեն ուզում այդ գումարներով աշխատել, որը որ վճարվում է ապավագրական հիմնադրամի կողմից, որովհետեւ դրանք ցածր են, քան կոմերցիոն արժեքները, հա։ Եվ այս հարցերը իհարկե անընդհատ ավելի կշատանան ու կհաճախանան։ Սա պարզ էր, որովհետև այս ապահովագրական համակարգը ինքը ամբողջական չէր եւ չպետք էր ի սկզբանե կեղծ ձևով ներկայացվեր, թե ամեն ինչ ամբողջական է եւ ամեն ինչ անվճար է լինելու, բայց իհարկե չպետք է կորցնել օբյեկտիվությունը եւ ասել, որ այո, որոշ խմբի մարդիկ, որոնք չունեին հաշմանդամության կարգ, Փարոսի նպաստառուներ չէին, այսպես ասած նպաստի համակարգից չէին օգտվում, ժողովուրդն է ասում Փարոս, այդ բառը օգտագործել որ է, սակայն 65 տարին լրացած են եւ վերջի 6 ամիսը եղել են Հայաստանի Հանրապետության բնակիչ, մշտական, ունեն քաղաքացիություն, իրենք նույնպես ներառվել են այս համակարգում եւ օգտվել են բավականին մեծ չափի բժշկական ծառայություններից, որը առաջ իրենց համար վճարով էր լինելու։ Այսինքն փոփոխություն իհարկե եղել է, բայց եղել է նաև այսպես այնպիսի հավասարակշռում, բալանսավորում, որպեսզի որոշ մարդիկ օգտվեն, քանակական ավելի շատ, բայց նաև մարդկանց մի զգալի քանակ է, ովքեր ունեին հաշմանդամության կարգ եւ նպաստ են ստանում կամ պետության օրենքով սահմանված, հա, օգտվում էին այդ պետպատվերի շրջանակներից, դրանք զինվորականներն էին, աշխատակիցներ, ոստիկանության ծառայողներ եւ այլն։ Այս մարդիկ եթե ամբողջական առանց սահմանափակումների ունեին հնարավորություն պետպատվերից օգտվելու, հիմա էլի այդ սահմանափակումները իրենց էլ է որոշակի վերաբերում։ Հիվանդների ու բուժառուների կողմից հասկանալի են այդ խնդիրները, իսկ բժշկական համակարգի մեջ աշխատողները ինչ, բժիշկները ինչ գանգատներ ունեն, այսպես ասած։ Բժիշկ մասնագետը ինքը շատ է աշխատում, բայց քիչ է վաստակում։ Հակառակը կուզեր քիչ աշխատեր, այսինքն քիչ ծանրաբեռնվածության պարագայում ունենար լավ եկամուտներ։ Հիմա շատ է ծանրաբեռնվածությանը իրար լինելու, մանավանդ առաջնային պահպանման օղակի, այդ պոլիկլինիկական կոչված օղակի, որ մեր ժողովուրդը պոլիկլինիկա է ասում, դա առաջնային առողջության պահպանման օղակն է, այդտեղ այցերի քանակը շատ ավելացել են, նեղ մասնագետի մոտ, սրտաբան, էնդոկրինոլոգ, հա, որ այդպես մենք նայում ենք, հա, վերջը, բայց քանի որ ինքը վճարովի չի ընդունում, արդեն այդ արժեքով է ընդունում, որը տարեկան էլի իրեն սահմանափակ հնարավորություններ է տալի եւ ցածր է ավելի փոխհատուցում։ Իսկ բյուջեում այդքան գումար կա, որ կարողանա այդ ամեն ինչը ապահովի։ Այդ հարցը պետք է ուղղել, ինձ թվում է, ավելի շատ ֆինանսիստներին, որոնք անկախ վերլուծությունների հնարավորություն ունեն։ Դեռ ճգնաժամ չկա այդ հարցում։ Ես ունեմ իմ համար այդ հարցերի որոշակի պատասխանը, բայց քանի որ ես ֆինանսական փորձագետ կամ ֆինանսիստ վերլուծաբան չեմ զբաղվում ուղիղ այդ հարցերով, ես կուզեի, որ ավելի շատ իրենք պատասխանեին, որ ասեկոսեները կամ վերանար, կամ հաստատվեր, որովհետև կան չէ խոսակցություններ, որ այլ համակարգից, այսինքն չգիտեմ, որ ասենք ոլորտից վերցվել է գումար, որպեսզի ծառայեցվի այս մի կամ նույն ասենք թոշակները, որ ավելացվել է նախընտրական շրջանում, չէ, ապրիլ-մայիս ամիսներին բյուջեով նախատեսված չէր եւ մի քանի 100,000 թոշակառուի թոշակ բարձրացրել է
վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը վարչապետի աթոռը պահելու նպատակով թերևս։ Շարունակելով ներ հայաստանյան թեման, ուզում եմ հարց տամ կապված օլիգարխների։ Օրինակ, մենք տարիներ ի վեր եղել ենք նույն տնտեսական լյուստրացիայի կողմնակից եւ մեր գաղափարներից մեկը դա է եղել, սակայն մենք տեսնում ենք, որ Հայաստանում հերթական օլիգարխը ունե զրկումը, իր ձեռքից վերցում է իր սեփականությունը թղթերով հիմա ինչքանով են այս գործընթացները օրինաչափ։ Այ ձեր ասացի մեջ Մուշեղ ջան ամենակարևոր բառը հերթականն էր, որովհետև Ոչ վերջինը։ ցավով նշեմ, այո, որ պարոն Ծառուկյանի հետ ու մուլտիգրուպի հետ կատարվելու է այն, ինչ մինչև իրեն կատարվել է այլ մեծ ունեցվածք կուտակած, հա, մեծ սեփականատեր, խոշոր սեփականատերի հետ, այդ խոշոր սեփականատեր բառը իրենք ասեցին, չէ, Ալեն Սիմոնյանը, թե ով ասեց, Ծառուկյանն էլ օլիգարխ չի, ինքը խոշոր սեփականատեր, երբ որ հեղափոխություն, այսպես ճակերտավոր ասած, անելուց իրենց օգնում էր ջուր էր բերում Ծառուկյանը, այդ ժամանակ իրենք ձևակերպեցին, որ այլևս խոշոր սեփականատեր է։ Հիմա արդարացումն ասում են պայմանավորվածություն ա եղել, որ այդ ամենը ներվում է, բայց ինքը չի մնա քաղաքականության մեջ։ Հիմա եկել է դրանով պատժվում է։ Ցավում եմ ինչ առումով, ոչ թե անձնապես ցավում եմ ինչ որ մեկի համար։ Հայ ազգի համար եմ ցավում, որ հերթական հոշոտման հաշվեհարդարի ընթացքում արդյունքում շատ մարդիկ զրկվելու են աշխատատեղերից, տնտեսական կապերը եւ ակտիվությունը պակասելու է, մինչեւ սեփականության վերաբաշխում լինի։ Սա ամբողջը հետսովետական ռուսական, պետք է շեշտել, ռուսական ազդեցության տարածքի սցենարներ են, որը Հայաստանը օրենքով Եվրոմիություն տանող, բայց երթումով ԵԱՏՄ-ում մնացող Նիկոլ Փաշինյանը շատ լավ իրականացնում է կամ Նիկոլ Փաշինյանին օգտագործելով որպես միջոց գործիք, որոշ մարդիկ, ովքեր վաղուց ուզում էին Ծառուկյանին պատկանող սեփականության վերաբաշխում իրականացնել, անում են։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում ամեն ինչ տեղի է ունենում, հենց Նիկոլ Փաշինյանը անձամբ է դա վերահսկում կամ իր կարողությունները բավարար են, շատ բաներ կա, որ իրեն ինքը նախընտրական շրջանում խոստում տվել է, որ այդ ամենը անելու է։ Կերպով վնասում է այն մարդկանց եւ վերացնում է այն մարդկանց ազդեցությունն ու այն մարդկանց սեփականությանն է կպնում, որոնք օրինակ խանգարել են նաեւ նախկին իշխանություններին կամ այդպիսի փորձեր են եղել, չէ՞։ Մենք Ծառուկյանին հիշում ենք, չէ՞, որ հատուկ հավաքվեց Հանրապետական կուսակցությունը, նիստ արեց եւ որոշեցին, որ մի հատ է պետք է բամփել, ընդ որում իր խնամինը այդ մասին ասեց Հովիկ Աբրահամյանը, եթե չի ենթարկվում, ասեցին, որ արդեն այդ մարդուն հայտնի իր Հիմա էլ մյուս խնամին էլ Խաչատուր Սուկյասյանն է։ Այսինքն տեսեք, Հովիկ Աբրահամյանի խնամին Չէ, հենց Գագիկ Ծառուկյանի խնամին։ Ասեմ Հովիկ Աբրահամյանը, որ այդ Ծառուկյանի խնամին էր, ինքը այդ բանին ասածս այնա, որ հերթական իշխանության կազմում օլիգարխի։ Բայց քանի որ հիմա չկա որոշում, որ Խաչատուր Սուկյասյանի ունեցվածքը պետք է դիտարկվի, քննարկվի։ Կարա բայց լինի նման բան։ Տեսականորեն կարա, եթե չգիտես ոնց փոփոխություններ կլինի։ Քանի դեռ մենք ազգային պետություն չունենք, ամեն սցենար, որը որ գործածելի է, այդ կնշեմ էլի ռուսական ազդեցության զոնաներում, սա ռուսական ազդեցության զոնա է եւ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է, որ ցավոք սրտի Հայաստանը, որը գտնվում է հայկական Բարսավանդակում, նրա շատ փոքր մասում հիմա մնան ռուսական ազդեցության զոնա, իր կառավարման մեթոդներով, բան ինքը այդ պահում է, որովհետև արդյունավետ է։ Ինքը կարող է ժամանակի ընթացքում անցնի թուրքական կառավարման մոդելների, բայց դեռ չի անցել։ Հպատակությունը հայտնած է Ալիևին, Էրդողանին, Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց կառավարման ձևը, խախտումների ձևը, ամեն ինչը կազմակերպելու վերաբաշխելու ձևը, դա ռուսական այդ կոպիտ կացնային դրանից, ասենք ինչը որ Մոսկվայում կանեին, օրինակ Խադարկովսկու ունեցվածքի հետ կամ Բերեզովսկու, դրանից մի 10 անգամ ավելի անմակարդակ ձևով ստեղ են անում, դե տեսնում ենք, որ ասենք կենթանում, որը ոչ մի մեղավորություն չունի,
փորձում են որպես իրեղեն ապացույց ասում վերցրել ենք, բայց ինչ իրեղեն, եթե մարդուն որսի դեմ անօրինական որսի համար եք մեղադրում, առյուծը 5-րդ դարում գնացել է հայկական բարձրավանդակից, կերի պակասի պատճառով, այսինքն պարզ է, չէ, Ծառուկյանն այդ առյուծին չէր որսացել այստեղ։ Այսինքն ապօրինի որսին առյուծը չէր վերաբերվում։ Եվ ինչպես պատմում են պաշտպանները ունեցել են համապատասխան փաստաթղթեր։ Տարակ սպանեցիք, հիմա կարող է գայլը խփել էր աղվեսը կամ բան որսի ժամանակ ապօրինի էլ, բայց առյուծը իրեղեն ապացույց չէր, որ վերցնում եք, էլի։ Այսինքն այնքան անգրագետ ու փնթի է ամեն ինչ արվում, որ տեսեք այս աշճան հետո իրանց արածը իրանց ասացի հետ չեն կարող։ Կարեն, բայց այս սինխրոնալ յուրաքանչյուր անօրինականություն հետագայում կարող է իշխանության դեմ շրջվի նույն եվրոպական դատարանում մարդու իրավունքների։ Կարող է իհարկե, բայց քանի որ մարդիկ ովքեր այսօրվա իշխանական բուրգ էլ չասեմ, հիմա բուրգ չկա, համակարգ չկա, Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի ժամանակ կար, հիմա կերակրատաշտ է, որին բոլոր չտես մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի շուրջը հավաքվել են եւ պաշտոնների են եկել, ուզում են այդ կերակրատաշտից օգտվել։ Իսկ բաշխողն Նիկոլ Փաշինյանն է։ Դե որոշակի քվոտաներ ինքն է բաշխելու, որ մնացածը ով ինչ հասցրեց Ռուսաստանի ազդեցության, չգիտեմ, այլ ուժեղ խաղացողների առաջնության չեմ կարող ասել, որ Հայաստանի ներսում հիմա Թուրքիան ուղիղ արդեն անցել է սեփականության վերաբաշխման գործով զբաղվում է, այդ տվյալներ ես չունեմ, բայց որպես խոշոր խաղացող կարափորձի կարա, բայց հաստատ այլ շրջանակներ, որոնք վերջի տասնամյակներին 94 թվականից հետո, երբ որ 92-94 հայ ազգին չթույլատրվեց սրա, խորքերը շատին են։ Ազգային պետություն ստեղծել եւ ազգային հարստություն համարվող արդյունաբերությունը, հանքերը մեր ամեն ինչը, տնտեսությունը տանել ազգային պետության կառավարման ուղղությամբ, այդ վերաբաշխումը հենց այդ ժամանակներից եղավ, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներից եւ բոլոր այն ազդեցիկ ուժերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում խաղում էին, իսկ դե մեծամասամբ այդ ժամանակ բարձր Ռուսաստանն է խաղացել, որը հիմա էլ իմ կարծիքով ինքը պահում է առաջին ջութակի դերը, այսպես ասեմ, ինչքան էլ ամերիկյան, չգիտեմ, անգլոսաքսոնական կամ ինչ բառեր ասես, կարան հայր ասեն, էլի ազդեցիկ բաները, ֆինանսների տիրապետող ուժերը միջամտություն ունենան, համեմատած Ռուսաստանի ծավալի ու տոկոսայինի հետ, դա փոքր է շատ, բազմակի անգամներ է փոքր։ Եվ այդ հարստության վերաբաշխումը ազգային հարստության տեղի ունեցել լրիվ այդ սցենարներով, ու պարոն Ծառուկյան, պարոն չգիտեմ ինչան, մյուս, հիմա անունները չտանք, որ բան չնենք, երբ որ իրանց գործը կհասնի, իրանց անունները կտանք, բոլորը այս համակարգի ներկայացուցիչներն ու ծնունդն են եղել։ Դրա համար այդ համակարգը, որը որ ռուսական ազդեցության է, մինչ օրս էլ ինքն է տիրապետում եւ իրենք այդ համակարգը խժռում է իր զավակներին, էլի այդպես է կոչվում։ Դրա համար էլ իրենք պետք է ոչ մեկից չբողոքեն, իրենք այնքան չեն ունեցել ինտելեկտ եւ իմաստունություն, որ ազգային ուժի կողքին կանգնեն, ազգային մարդկանց կողքին կանգնեն, Լեոնիդ Ազգալյանի, Մոնթե Մելքոնյանի, Ժիրայր Սեֆիլյանի հրամանատար լինելու ժամանակներից, 90-ականներից, որ այդ մարդիկ գան քաղաքական, նայեք, մենք ռազմաքաղաքական էլիտա չունենք, մեր ռազմաքաղաքական էլիտան ով պետք է լիներ։ Սուրեն Պապիկյան։ Ժիրայր Սեֆիլյանը պետք է լիներ։ Եթե ասենք Լեոնիդ Ազգալյանը կենթանի վերադառնար, բայց ինքը պետք է լիներ, չէ՞, Ժիրայր Սեֆիլյանը։ Մենք չունենք։ Մեր գեներալիտետը դրանք մեծ մասամբ դե չեմ ուզում շատ վատ բառեր ասել, բայց իրենք ըստ էության լեյտենանտից ավելի քիչ իմաստունություն ունեցող մարդիկ էին, որ դարել էին փոխնախարարներ, ինչի հոկտեմբերի 27-ից հետո, երբ որ Վազգեն Սարգսյանի նման ձև համակարգը վերացրեց, մենք չտեսանք գեներալների ապստամբություն։ Բայց մարդկանց գեներալ Վազգեն Սարգսյանն էր, չէ՞ դարձել է։ Նույնը մենք տեսանք 20 թվականի պատերազմից։ Վարուժան Ավետիսյանը չեն եղել գեներալ, չէ՞, 99 թվականին։ Ոչ։ Եվ Կարեն ջան, կամանցից անցնում ենք արտաքին քաղաքականության, հուլիսի 12-ին, ներողություն, հուլիսի 13-ին տեղի ունեցավ մեդիա ֆորում Շուշի քաղաքում, Ադրբեջանի կողմից անցկացված, զավթված Շուշիում, եւ մի
քանի կարևոր հայտարարություններ արեց Իլխամ Ալիևը, հատկապես ուզում եմ ընդգծել այն հայտարարությունը, որ բացահայտ ասում է, որ այն սահմանագծում, սահմանանշում, այլ ասած դեմարկացիա եւ դելիմիտացիայի process-ում միակողմանի թելադրանք ա եղել, մոնոլոգ է, որևէ դիալոգ Հայաստանի հետ տեղի չունեցել։ Ադրբեջանը դրել է սեղանին պահանջ, այն էլ Նիկոլ Փաշինյանը հնազանդ կատարել է։ Եվ մենք հիշում ենք, որ ինչպես էր Նիկոլ Փաշինյանը գնում Կիրանց, ոսկեպար, փակ քննարկումներ անցկացնում բնակիչների հետ։ Եթե որևէ թաքցնելու բան չուներ Նիկոլ Փաշինյանը, այդ ամենը փակ չէր անի, չէ՞։ Իհարկե։ Բայց էդի մի կողմից նաև այն հարցերը, որը վերաբերվում է մեր տարածքին, դա միայն այդ գյուղերի բնակիչների հարցը չի, դա բոլորիս պատասխանատվության գոտին է։ Իհարկե, Կիրանցը բոլորիս հայրենիքն է, ինչպես Արարատ Սարը։ Ասածս այնա հերթական անգամ մենք ականատեսն ենք լինում, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ ստում է մի բան, Իլխամ Ալիևը հայտարարում է, որ իրողությունը սա է։ Այո, ցավոք Իլհամ Ալիևը ցցուն կերպով է բացահայտում Նիկոլ Փաշինյանի ստերը, քանի որ մեր ժողովուրդը, երբ որ հայկական փորձագիտական շրջանակը, ազգային ժողովրդավարական բևեռը, հա, իր խորհրդի անդամներով, աջակիցներով հայտնում է այդ մասին, ասում է տարիներ շարունակ, մեր ժողովուրդը մտածում է, թե մենք չուզողություն ենք անում, Նիկոլը հիմա մեզ տանելու է Եվրոպա, Նիկոլը հիմա արդեն առանց Արցախ այնպեսի անելու 10 անգամ ավելի լավ ապրենք, բայց երբ որ արդեն Ալիևն է խոսում, այդ զանգվածը, որը որ Նիկոլա ինչ ասես իրենց, չգիտեմ էլի, շատ կետեր, այդպես Նիկոլա եւ շատ կետեր, հա, ինքը արդեն չի կարող ասել, չէ, Ալիևն էլ է սուտ ասում կամ հատուկ ասում։ Մարդը փաստերով է ասում։ Յուրաքանչյուր Ալիևի հայտարարությունը մեր իշխանությունները որ Շուշի քաղաքում է, Հայաստանի Շուշի քաղաքում է իրականացվում այդ հավաքները Կովկասի թաթարների կողմից, դա շատ կարևոր դեր կա այդտեղ եւ հատուկ են անում, քանի որ Շուշին հիշենք, որ հարավային Կովկասում մշակութային ամենաակտիվ երրորդ քաղաքն է եղել Թբիլիսից եւ Բաքվից հետո, Երևանը կամ Ստեփանակերտը հետո եւ տեսեք հիմա իրենք Ստեփանակերտում չեն հավաքվում, Շուշիում խորհրդանշական, որովհետեւ հայ ազգի համար Շուշին կարևորագույն քաղաքն է, Հայաստանի կարևորագույն քաղաքներից է, հա, եւ ուզում են շատ ցավացնեն։ Նախ այդտեղից սկսեմ, որ Ալիևեն հատուկ են այդ անում, չէ, կարող են օրինակ Մարտունիում մի անգամ էլ հավաքվեն կամ ասենք Ասկերանում կամ Ստեփանակերտում ավելի ֆունկցիոնալ է, էլի այդ ամեն ինչ ավելի, բայց Շուշիում են հատուկ անում։ Իսկ Ալիևը ամեն կեղծիքը համակարծիք եմ Մուշեր ջան քեզ հետ, որ բացահայտում է Նիկոլի, քանի որ Նիկոլ Փաշինյանը մի կերպար է, պատմական մի երևույթ, որի համար կարևորը ամեն տիեզերքում իր աթոռը պահելն է, տիեզերական բոլոր ցանկությունների մեջ եւ վերջին ընտրությունները դրա վառապացույցն են, այս մարդը ամեն գնով չստանալով անգամ 50% ձայն, Երևան քաղաքում ստանալով ընդամենը 200,000 ձայն պաշտոնական են, էլ այդ տարբեր լծակներ գործադրելով չէ, մենք գիտենք, որ Մայրա քաղաքում փաստորեն իրենք միշտ խայտարակ փոքրամասնություն են։ Քաղաքապետի ընտրություններին իրենց տեխնացու Ավինյան Տիգրանը 70,000 քվե ստացավ, այսինքն այս մարդիկ մերժված լինելով հայ ազգի կողմից, հայ ազգի ինչի ես Երևան քաղաքը նշեցի, որովհետև Երևան քաղաքում մարդկանց խաբելը շատ ավելի դժվար է, քան ձեր նշած Կիրանցի օրինակի համար Կիրանցի բնակիչներին կամ չէ, դրա համար Երևանում իրեն մերժում են։ Միլիոնից ավել քաղաքում ինքը 200,000 քվե կարացավ ապահովել։ Էդ էլ իր հայտնի այսպես ԿՀ նախագահի հետարքիր թվաբանությունների շնորհիվ։ Այսինքն տեսեք, Նիկոլ Փաշինյանը, այս ինչի ասեցի, ինքը ամեն գնով իշխանություն պահող մեկն է, եւ դրա համար Ալիևը սա շատ լավ գիտի, ու ինչ ուզում է Նիկոլից հեշտությամբ ստանում է, այդ ձեր ասած մոնոլոգն է դրա հետևանք է, որովհետև ինքը գիտի, որ Նիկոլը քանի ուզում է մնա կառավարության թիվ 1 շենքում վարչապետի աշխատասենյակում, ինքը ինչ ուզի տալու է։
Ինչ ուզեն արաբկիր վարչական շրջանն է ուզի, Նիկոլը ձևերա գտնելու արաբկիր վարչական շրջանում ասված մի արժե ապրող մարդկանց տեղից տեղահանի, ասի որ խոսքը Տիգրանաշենի եւ մնացած ես որովհետեւ Ալիևը դեռ Տիգրանաշենն է ուզում, արաբկիրը այտենց ռազմավարական նշանակություն չունի, քան Տիգրանակերտը, իսկ Տիգրանակերտը Հայաստանը կտրում է Վայոց ձորից ու Սյունիքից, բայց կյանքում Տիգրանաշենում, Արցախում չեղած մարդը, որը ապրում է Երևանում, ինքը ասում է դե մեզ Արցվաշենն են տալու, ինքը Արցախ չի գնացել, այդ հայ մարդը, որը հավատում է Նիկոլին։ Արցախի տեղը չգիտի, չի պատկերացնում Արցվաշենի ինչա, Տիգրանաշենի ինչա, Արցվաշենը չի գնալու։ Ինքը եղել է այդ Ծառուկյանին կարելի է հիշել Դուբայում, Ծառուկյանն էր, չի ասում բոլորը Դուբայում եղել եք, մեկը Երևանում։ Ու ինքը մտածում է դե մեկա Արցվաշենը կվերցնենք, դե հիմա Տիգրանաշենն է տանք, ինքը չի հասկանում, որ այնտեղ Սյունիքն ու Վայոց ձորը կտրում է Հայաստանից Ալիևը, դրա համար է Տիգրանաշենն ուզում, թե չէ Երևանում իր տունը կուզեր, այդ Երևանով վախեցնում են, Երևանը չեն վերցնելու, Երևանին, ասենք, մի հատ այսօր բանը ամենա տարածաշրջանի կեղտոտ այլանդակ, աղճատված քաղաքաշինության որևէ կանչ ունեցող քաղաքն է, իրենց Տիգրանաշենն է պետք, որ Սյունիքի միլիարդավոր, 100 միլիարդավոր հանքերին տիրանան Վայոց ձորի, բարձա չէ, Երևանում ինչ կա, մի հատ ասես դնենք մտածենք, էկոլոգիա չկա, ոչ մի բան չկա, ասենք, իրանց Սևանն է պետք, որտեվ սակավաջուր երկիր են, իրանց քարվաճառներ պետք, որովհետև մեր բոլոր ջրերը, բնական աղբյուրները քարվաճառի Բարսադիր լեռնաշղթաներից հոսում են դեպի դաշտային Արցախ, որը հիմա Ադրբեջան կոչվող պսևդո կազմավորման տիրապետության տակ է։ Պատերազմները լինում են ջրային ռեսուրսների, էներգակիրների, տեսեք, թանկարժեք մետաղների համար։ Մարկո Ռուբիոն եկավ օդանավակայանում 40 րոպեում Արադ Միրզոյանին ինչ ստորագրել տվեց գնաց։ Թանկարժեք մետաղների միասին ինչը որ Զելենսկիից էին, չէ՞ ուզում, եւ Զելենսկին շատ մեծ դժվարությամբ տվեց դա Ամերիկային հնարավորությունը կռիվ տալով եւ դիմացի ինչեր պահանջելով, եւ դեռ ինչեր է պահանջել Իսկ իրենք այտենց ձեռքի հետ Հնդկաստանից գալուց տրանզիտ մտավ մի վայրկյանում ստորագրեցին, տվեցին։ Նախընտրական ռոլիկը ապահովեցին։ Այսինքն սրա համար են պատերազմները։ Պատերազմը Երևանի համար կամ չգիտեմ, Երևանի ձեր ասած ռեստորանների համար չի լինելու։ Կարան եւ դա հենց այնց պարոն սիրելի օլիգարխը ԿՊ-ի կբացի կհրավիրի այդ ռեստորանները կգան Ադրբեջանի Կովկասի թաթարները հաշիվնել ինքը կփակի։ Հա, լավ էլ հարսանիքներ, նշանտրեկներ կան։ Այդ պատերազմը ինքն լինելու։ Տիգրանաշենն է պետք։ Կարլեն ջան, եւ վերջին հարցս կապված է կարևոր թեմայից։ Տես, օրինակ, երբ որ Ալիևը հոխորտում են յուրաքանչյուր հարցով, երբ որ պաշտոնական Երևանը լռում է ձայն չի հանում, երբ որ մենք այս խնդիրները բարձրաձայնում ենք, որ սենց հայտարարություններ ելա որևէ արձագանք չի լինում, մեզի են մեղադրում, թե դուք պրո-ադրբեջանական նարատիվն եք տարածում Հայաստանի տարածքում։ Որևէ այսօրվա երկրում նման իրավիճակ չես հանդիպի, որ դու բարձրաձայնես կարևոր խնդիրները, որ մեր թշնամի պետությունը մեր նկատմամբ մեր դեմ պահանջներ է դնում եւ մենք այդ հարցերը ինչ որ 10 տարի առաջ էր լինում։ Երբ որ մենք ասում ենք, որ Կալավովյան պլան, աբխազացման է գնում, ապրիլյանից հետո գնալու է այդ երբ որ Իգոր Մուրադյանին ու Ժիրար Սեֆիլյանին Արցախը մուտքը չեն տվել։ Եվ ինչի համար Սասնա ապստամբեցին ուղիղ 10 տարի առաջ։ Ինչու են մեզ մեղադրում, որ մենք ենք պրո-ադրբեջանական նարատիվները տարածում այն դեպքում, որ ներկա իշխանությունները պրո-ադրբեջանական քաղաքականության վարողն են, այո, շատ կարևոր ցավոտ հարցս բարձրացնում Մուշեղ ջան, իհարկե այդ ամենը հաջողվում է այս խմբին, իշխանության զավթած խմբին, քանի որ իրենք ունեն մեդիա մեծ գործիքներ եւ իրենց օգնում են իրենց սկեղծ գիծը սպասարկելու նաեւ ցավոք եվրոպական որոշ շրջանակներ, որոնց Նիկոլը կարողացել է փողշահավետ գործարքի պայմանավորվել, ոչ թե մոլորեցնել, այլ որ ինքը իբր Ռուսաստանից հեռացնում է, բան այդ սցենար է, էլի, ոչ մի տեղը չի հեռացնում, ուղղակի ռուսական գազը օգնում է Ադրբեջանին այդպես վաճառել Եվրոպայի վրա, այդպես Եվրոպային ռուսական էներգակիրները գնի եւ դրա համար պետքա Նիկոլի հետ այստեղ այդ սցենարը խաղան, բոլորը այդ տխրահրճակ եւ պարզամիտ սերիալի
խաղացողներ են, նույն Եվրոմիության չինովնիկները, Նիկոլը, Ալիևը եւ ռուսաստանյան շրջանակները, դրա համար մեր իրողությունները, որը մենք բարձրաձայնում ենք, հասանելի չեն, ընկալելի չեն, ու մեր ժողովուրդը միշտ մինչեւ հələ դեռ իր կոպիտ ասած մի ձեռքը կտրել են, այն մի ձեռքը կա, ինքը չի հավատում, որ այն մյուս ձեռքն էլ են կտրելու։ Ասում է կարող է այս մեկը միամիտ են կտրել, այն մեկը դե չխիպտի կտրեն, այս մեկը միամիտ, հիմա Արցախը միամիտ կորցրեցինք, երբ որ ասում ենք Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի վտանգները կան, հասանելի չի, քանի որ այդ մարդկանց մենք ասում ենք 5 անգամ, 500,000 անգամ Գեբելսյան քարոզչամեքենան Նիկոլի կողմից ասում է հակառակ բանը, բայց մի բան պետք է ասեմ, չպետք է հուսահատվենք եւ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ինքը կամ ստեղծելու է ազգային պետություն 21-րդ դարում ու մոտակա տարիներին, ոչ թե 50-60 տարուց, կամ ինքը հերթական անգամ ցավոք սրտի, ինչպես Կարսը թողեց ու Վանը թողեց, ներկայիս Հայաստանի Հանրապետության մյուս մարզերից էլ, ինչպես Արցախը թողեց, դուրս է գալու, որովհետեւ քաղաքակրթական անհամատեղելիություն կա։ Մեր ազգը, եթե իրեն հայ է համարում, ինքը չի կարող ապրել կովկասյան թաթարների հետ կամ նրանց գիծը սպասարկողների հետ։ Ուղղակի չի կարող հայ մարդը, հայ կինը հանդուրժել, որ իրենց երեխան, օրինակ թուրքի կովկասյան թաթարի դասարանում կարասովորի, ենթարկվի բռնությունների, նվաստացումների եւ դպրոցից հետո գա տուն։ Իսկ գիտենք, որ իրենց դպրոցներում դա են դասյարակում, որ իրենք գան Հայաստանում համատեղ բնակվեն, թեկուզ քիչ քանակությամբ, սեփականություն էստեղ ունենան, ինչը որ տանելու է, եթե դու չես ազատագրում քո հայրենիքը օկուպանտներից, իսկ այդ կովկասյան թաթարները օկուպացրել են մեր հայրենիքը։ Իրենք գալու են բռնություն կիրառեն։ Իրենք մշակույթ չունեն, որ քո հետ մեր հետ մշակութային նույնականացման գնան, իրենք չգիտեմ, գերմանացի կամ ֆրանսիացի չեն, ֆրանկոֆոնիայի օրեր ենք, չէ՞ մենք անցկացնում։ Ասենք ոնց ենք պատկերացնում մենք Կովկասի թաթարների հետ ինչ ենք անցկացնելու, ասենք կոմիտասագիտության փառատոն ենք անցկացնելու, թե Արամ Խաչատուրյանի օպերաներն ենք բեմադրելու միասին, բան, ասենք սովետի ժամանակ մի քիչ ուրիշ ձև ա եղել։ Հա, հիմա կասեն այդ սովետական տարիներին իրենք ունեին երկիչ, մենք ունեինք գնում էին Կրեմլ են երկում բան փառատոն։ Այն ժամանակ համակարգը ուզբեկը, ղազախը, ադրբեջանական SSSR-ի բնակիչը մյուսը ենթարկվում էր այդ Մոսկվայում նստած մինիստրության գրված ծրագրին, հիմա այդ չկա։ Հիմա այդ ձեր ասած մոնոլոգա լինելու, Ալիևը բերելու է պարտադրի, ասելու է մուղամը Շուշիում է միացրե։ Հիմա էլ միացնում եմ բանը Ալեքսանդր Թամանյանի կառուցած Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի թատրոնի դահլիճում։ Ինչ Արամ Խաչատուրյան, ինչ Գայանե օպերա։ Այսօր այսքանը հարգելի հայրենակիցներ հիշեցնեմ, որ մեր հյուրն էր այսօրվա Թարմզային հաղորդաշարի Կարլեն Թադևոսյանը, ԱԺԲ անդամ, բժիշկ, հանրային առողջապահության զարգացման մասնագետ։ Շնորհակալություն։ Մյուս անգամ ինձ թվում է ավելի լավ տրամադրությամբ ու ավելի լավ արդյունքների մասին կքննարկենք Մուշեր ջան։ Շատ սիրով։ Այսօր այսքանը մնացեք բևեռի հետ, մինչ նոր հանդիպում։